Բարև ձեզ, սիրելի գործընկերներ, ուսուցիչներ, ծնողներ։ Ձեզ ենք ներկայացնում Արևի գրադարչությամբ երաժշտություն առարկայի 4-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներն են Մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ Անահիտ Գևորգյանը և մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ Գոհար Մելիքսեթյան։ 4-րդ դասարանի դասագրքում ներկայացված է ծրագրային 2 թեմա՝ հայ ազգային երաժշտություն և մշակութային բազմազանություն։ Հայ ազգային երաժշտություն թեմայի դասաժամերին ուսուցանվում են հայկական ժողովրդական, մանկական, աշխատանքային, օրորոցային երգեր, կատակերգեր, պարերգեր, քնարական, պանդխտության, ծիսական, հայրենասիրական երգեր և հայկական ժողովրդական պարեր։ Երգեցողության համար մեր ընտրած ժողովրդական երգերը ներկայացնում են ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրեր։ Ձայնածավալը համապատասխանում է տվյալ տարիքի սովորողների ձայնածավալի։ Անծանոթ բառերի բացատրությունը տրվում է երգերից անմիջապես հետո։ Ուսուցման հետ առնչվող հարցերը և առաջադրանքներն ամփոփում են համապատասխան բաժինը։ Ազգային երգարվեստի ժանրերից առավել հանգամանալից ներկայացված են ծիսական երգերն իրենց տարատեսակներով՝ կաղանդ, Սուրբ Ծննդյան տոն, Տյառ ընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձման տոն, Վարդավառ, Հարսանեկան ծես։ Դասագրքում ընդգրկել ենք հայկական ծիսական տիկնիկների մասին տեղեկություններ՝ նորի, կաղանդ-պապ, ուտիստ-տատ, ակլատիս, ճլորդի և հարսի տիկնիկ։ Ստեղծագործական աշխատանքի համար ընդգրկված են հայկական ժողովրդական խաղիկներ, որոնց տեքստերի համար սովորողը պետք է հորինի մեղեդի։ Նաև տրված են հայկական ժողովրդական պարերգեր, որպեսզի սովորողները ազգային պարերի շարժումներին համապատասխան պարեր հորինեն։ Ժողովրդական երգարվեստի ժանրերին զուգահեռ ներկայացված են հայ գեղանկարիչների աշխատանքներ՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշետ Թադևոսյանի, Երվանդ Քոչարի, Հովհաննես Զարդարյանի, Գրիգոր Խանջյանի, Մարտին Ակողլյանի, Արա Հակոբյանի, Փարավոն Միրզոյանի և այլոց։ Այս կերպ սովորողները ընթացս ծանոթանում են նաև հայ գեղանկարիչներին և նրանց աշխատանքներին։ Հայկական ժողովրդական պարերը ներկայացվում են Նիկողայոս Տիգրանյանի և Կոմիտասի մշակած պարերով։ Ծրագրային երկրորդ թեման մշակութային բազմազանությունն է։ Ընդգրկված են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն երգեր, ուսուցման և գերմաներեն, ֆրանսերեն երգեր ունկնդրման համար։ Թեման իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները՝ Աշուղական արվեստ, ռուսական ժողովրդական երգեր, եվրոպական ժողովուրդների երաժշտություն, արևելյան ժողովուրդների երաժշտություն, սփյուռքահայ կոմպոզիտորներ։ Ունկնդրման համար ներկայացված ստեղծագործությունները նպաստում են երաժշտության ընկալման զարգացմանը, ընդլայնում սովորողների մտահորիզոնը և աշխարհայացքը, ծանոթացնում երաժշտության ազգային և համամարտկային գանձարանի նմուշներին։ Որպես լրացուցիչ նյութ դասագրքում ներկայացնում ենք «Հետաքրքիր է իմանալ» խորագրով բաժինը, որում առկա նյութերը լրացնում են թեմայի վերաբերյալ տեղեկությունները։ Թեմաների և ենթաթեմաների վերաբերյալ գիտելիքներն ամփոփվում են «Ես սովորեցի», «Ինձ տուր եկավ», «Ես կարող եմ» պնդումներով, գնահատմամբ և ինքնագնահատմամբ։ Դասագրքում առկա են նոտային գրագիտության վերաբերյալ թեմաներ՝ 4/4 չափը, 16-րդական տևողությունները և ալտերացիայի նշանները։ Ըստ ծրագրային նյութի կան նաև առաջադրանքներ նոտագրության կամ նոտաներով երգեցողության համար։ Դասագրքին կից ուսուցչի մեթոդական ուղեցույցում ներկայացված ուղղորդումները ուսուցման մեթոդներն օգնում են դասավանդողին առավել արդյունավետ անցկացնել դասերը, զարգացնել սովորողների ստեղծագործական մտածողությունը, երաժշտական ընդունակությունները և կատարողական հմտությունները։
Ուղեցույցում ներկայացված է 4-րդ դասարանի երաժշտություն առարկայի թեմատիկ պլանը վերջնարդյունքներով, ինչպես նաև երաժշտության դասի օրինակելի պլան ժամանակակից մեթոդների կիրառմամբ։ Մեր մշակած գնահատման համակարգի աղյուսակում ըստ գործունեության տեսակների տրված են համապատասխան չափանիշներ, որոնք կուղղորդեն ուսուցչին դասի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Դասագրքի վերջում տրված են երգեցողության համար ներկայացված երգերի նոտաները, իսկ ուսուցչի ուղեցույցում կան դաշնամուրի նվագակցությամբ երգերի նոտաները։ Այսպիսով 4-րդ դասարանի դասագիրքն ամփոփում է տարրական դպրոցի դասընթացը և ուղի հարթում երաժշտության հետագա ուսուցման համար միջին դպրոցում։